Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1434-րդ օրն է, մինչ Ռուսաստանի հոսանքազրկված տարածաշրջանները տառապում են դաժան սառնամանիքից, Պուտինյան վարչակարգը փորձում է առավելագույն դժվարություններ պատճառել մեր ուկրաինացի ժողովրդին, նորից հարվածել են Խարկովին եւ Օդեսային, իրենք մոռանում են, որ մենք այս ամենի միջով արդեն անցել ենք, չէ՞ որ պատերազմը արդեն 4 տարի է շարունակվում։ Իսկ ահա ռուսաստանցիները այս ամենից սովոր չեն։ Մեր տելեգրամյան ալիքի բաժանորդները ամեն օր հետևում են ռուսական քաղաքներում տեղի ունեցող հոսանքազրկումների կադրերին։ Իդեպ Իրանից հակասական լուրեր կան, որոշ տելեգրամի ալիքներ հաղորդում են, որ անհայտ դրոններ հարվածներ են հասցրել իրանական օբյեկտներին, բայց որևիցե պաշտոնական աղբյուր դա չի հաստատել։ Մենք մեր տելեգրամում տեղադրել ենք զուտ ի գիտություն, հետևելու ենք իրադարձությունների զարգացմանը, իսկ ռուսները հաղթանակների բացակայության պայմաններին քարոզչության միջոցով նորից հաղթանակներ են հորինել Դոնեցկի մարզում, ուկրաինական Արևելք զորախումբը հերքել է ռուսական տեղեկատվությունը Դոնեցկի մարզի Արեխովը Վասիլևկա բնակավայրի նկատմամբ ռուսական զորքերի իբր լիակատար վերահսկողության մասին։ Դա եթե 1-2 օր ռուսները որևիցե լուր չեն ունենում, անպայման մի բան հորինում են։ Իսկ այն մասին, որ ռուս օկուպանտները նահանջում են Խերսոնի մարզի Ձախապնյա հատվածում Ալեշկիի մոտ գտնվող Ալեքսեևսկի կղզու դիրքերից, ռուսական քարոզչությունը իհարկե չի հայտնի։ Պուտինի զորքերը քանակի հետ կապված խնդիրներ ունեն, ուկրաինական զորքերը սկսել են ոչնչացնել ել ավելի մեծ թվով օկուպանտների, իսկ Ռուսաստանում նոր հավաքագրումը չի հասցնում համալրել լիկվիդացված մեկանգամյա օկուպանտների շարքերը եւ ռազմաճակատում ռուսական զորքերը որոշ հատվածներում արդեն չեն կարողանում դիրքերը պահել։ Կրեմլը վախենալով հրապարակային մոբիլիզացիայից դիմում է նորանոր խորամանկությունների, նախորդին եթերում ձեզ պատմեցի, որ ճգնաժամի պատճառով անձնակազմը կրճատող գործարանները իրենց կադրերին ուղարկում են պատերազմ, իսկ այսօր հայտնի դարձավ եւս մեկ սխեմայի մասին։ Ռուսաստանը զանգվածաբար օգտագործում է միգրացիոն եւ քրեական ցանցերը օտարերկրացիներին հավաքագրելու համար, խաբեությամբ արտասահմանցիներին ուղարկելով Ուկրաինայի դեմ պատերազմի։ Ռուսաստանը ավելի ու ավելի է ակտիվորեն ներգրավում միջազգային միգրացիոն ուղիները Ուկրաինայի դեմ պատերազմող իր օկուպացիոն բանակը համալրելու համար, Աֆրիկայից, Ասիայից եւ Լատինական Ամերիկայից եկած օտարերկրացիների հաշվին Կրեմլը փորձում է փոխհատուցել այն հսկայական կորուստները, որոնք կրում է ռազմաճակատում։ Այս թեմային անդրադարձել է Տելեգրաֆը իր հոդվածում։ Մարդկանց գայթակղում են օրինական աշխատանքի, բարձր աշխատավարձերի եւ սոցիալական արտոնությունների խոստումներով, սակայն Ռուսաստան ժամանելուն պես օտարերկրացիները հաճախ հայտնվում են առաջնագծում առանց որևէ լուրջ պատրաստության եւ առանց ընտրության հնարավորության։ Իսկ Պուտինյան բանակի նորակոչիկի կյանքի միջև տևողությունը կարող է կազմել մոտ 72 ժամ։ Գուցե նույնիսկ դա էլ չլինել։ Այդ իսկ պատճառով խնդրում եմ տարածեք մեր եթերը տարբեր մայրցամաքներում ապրող մեր հայրենակիցների համար, թող մարդիկ իմանան ռուսական ծուղակների մասին, հանկարծ իրենք էլ թակարդը չընկնեն։ Այդ ընթացքում քանդվող Ռուսաստանը վերջնականապես փորձում է վերածվել տոտալիտար պետության, որտեղ բանկային գաղտնիքը այլևս որևէ նշանակություն չի ունենա, իսկ պարտապաններին կկարողանան հարկադրել համալրել օկուպանտների բանակի շարքերը։ Հունվարի 26-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ծրագրում է հասանելիություն ստանալ ռուսաստանցիների բանկային տվյալներին, համապատասխան օրենքի նախագիծը հրապարակվել է Ռուսաստանի իրավական ակտերի դաշնային պորտալում։ Ռուսաստանում պաշտպանության նախարարությունը եւ հատուկ ծառայությունները ըստ ամենայնի որոշել են վարկային պարտքերի մասին տեղեկատվության ուղիղ հասանելիության միջոցով ճնշում գործադրել քաղաքացիների վրա, նրանց ստիպելով բանակում ծառայության պայմանագիր ստորագրել։ Ռուսաստանի իշխանությունները հավանաբար չկարողացան հանդուրժել պայմանագրային զինծառայողների հավաքագրման ձախողումը, նույնիսկ Մոսկվայում, որտեղ 25 թվականի դեկտեմբերի պլանը չի կատարվել 56%-ով, իսկ Պուտինի եվրոպական կամակատարները, Սիարտոներն ու Օրբանները որոշել են ակտիվություն դրսևորել։ Հունգարիան մտադիր է վիճարկել ռուսական գազի ներկրման ամբողջական արգելքի մասին Եվրոմիության որոշումը, ինչը կարող է խաթարել դաշինքի միասնական կուրսը։ Բուդապեշտը ցավոտ է արձագանքել հաջորդ տարվանից ռուսական էներգակիրների ներկրման արգելքի մասին Եվրոմիության որոշմանը։ Հունգարիայի արտգործնախարարության ղեկավար Պետեր Սիարտոն հայտարարել է այդ հրամանագիրը արգելափակելու ծրագրերի մասին։ Նրանց համար, ովքեր բաց են թողել, երեկվա եթերում ես պատմեցի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին, որոնք ուղղակիորեն եւ լրջորեն առնչվում են նաեւ Թուրքիային։
Իսկ այդ ընթացքում Ռուսաստանում սենսացիա է տեղի ունեցել ռուսական նավթային ոլորտը երկար տարիների ընթացքում առաջին անգամ ուղղակի ֆինանսական օգնություն է խնդրում պետական բյուջեից, գների անկումը ծանր հարված է հասցրել նույնիսկ հսկաներին, այլևս չեն կարողանում հաղթահարել ռուսական տնտեսության ճգնաժամը առանց Կրեմլի աջակցության։ Ռուսաստանի խոշորագույն մասնավոր նավթային ընկերություն Լուգոյլը դիմել է Ռուսաստանի կառավարությանը ֆինանսական օգնության խնդրանքով։ Պատճառը ռուսական նավթի գների անկումն է, որն այժմ վաճառվում է համաշխարհային գնանշումներից գրեթե 50% զեղչով։ Փաստացիորեն այն ոլորտը, որի վրա հենված էր ռուսական բյուջեն, սկսել է քայքայվել, իսկ էներգոահաբեկչությունը, որը Պուտինը մտածել էր ուկրաինացիների ցեղասպանության համար, բումերանգի պես վերադարձավ Ռուսաստան։ Մուրմանսկում տեղի ունեցած զանգվածային հոսանքազրկումները ցույց տվեցին ռուսական էներգետիկայի իրական վիճակը։ Տասնամյակներ շարունակ առանց վերանորոգման մնալը վերածվել է կոլապսի ձմռան թեժ պահին։ Ռուսական էներգետիկայի աղետի արձագանքները հասել են Ամերիկա։ Բլումբերգը մռայլ գույներով ամբողջ աշխարհին ներկայացրել է ձմռան թեժ պահին Ռուսաստանի հյուսիսում Մուրմանսկի մարզում էներգետիկ համակարգի ահռելի փլուզմանը։ Ամերիկացիները գրում են, որ արդեն 4-րդ օրն է առանց կայուն էլեկտրամատակարարման են մնում։ Մուրմանսկն ու Սևերոմորսկը ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքներ, որտեղ տեղակայված է Ռուսաստանի հյուսիսային նավատորմը։ Դա արդեն 4 օր չի, արդեն 5 օր է։ Մինչ մեր հաղորդման մյուս թեմաներին եւ առաջնագծի լուրերին անցնելը, խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջ խաղացմանը նպաստելու համար։ Խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակման սոցիալական ցանցերում։ Հիշեցնեմ նաեւ, որ օրը 24 ժամ գրեթե կարող եք տեղեկանալ Ուկրաինայի եւ Ուկրաինայի շուրջնորությունների մասին մեր Telegram-յան ալիքից, QR կոդը ձեր էկրաններին է, բաժանորդագրվեք եւ տեղեկացեք։ Եթե հիշում եք օրերս, երբ ձեզ ներկայացնում էի Աբու Դաբիում կայացած առաջին եռակողմ հանդիպումների արդյունքները, ես ասացի, որ եվրոպական երկրների զորքերի վերաբերյալ Ռուսաստանի ցանկությունները խացելկաները, անպատասխան չեն մնա։ Այդպես էլ եղավ, Ֆրանսիայի դեսպանը արտահայտվել է Ուկրաինայի մոտարերկրյա զորքերի տեղակայման մասին, նշելով, որ Ռուսաստանը իրավունք չունի պայմաններ թելադրել ինքնիշխան երկրին, Ռուսաստանը չունի որևէ օրինական հիմք առարկելու Ուկրաինայի որոշմանը։ Իր տարածքում օտարերկրյա զորակազմ տեղակայելու հարցում ուկրաինական լրատվամիջոցներին հայտարարել է այս մասին Կիևում Ֆրանսիայի դեսպան Գայել Վեսիերը։ Նա նշել է, որ եթե Ուկրաինան որոշի, որ անհրաժեշտ է օտարերկրյա խաղաղապահներ տեղակայել իր տարածքում, ապա դա կլինի Կիևի ընտրությունը։ Մեջբերեմ Ռուսաստանը չունի իրավունք ոչ իրավական, ոչ օրինական պայմաններ թելադրել ինքնիշխան Ուկրաինային։ Եթե Ուկրաինան որոշի դաշնակիցներին հրավիրել իր տարածք, դա նրա լիարժեք ինքնիշխան ընտրությունն է։ Ռուսաստանը չունի որևէ օրինական հիմք առարկելու համար, ընդգծել է Վեսիերը։ Ավելին, Ֆրանսիայի դեսպանի կարծիքով, եթե Ռուսաստանը տեսականորեն որոշի մանիպուլացնել այս հարցը եւ համաձայնություն չտա հրադադարին, ապա ռուսները ստիպված կլինեն պատասխանատվություն կրել առաջընթացը արգելափակելու համար։ Վեսիերը հավելել է, որ դա կնշանակի, որ Ռուսաստանը իրականում շահագրգռված չէ պատերազմի ավարտով։ Հենց այսպիսի բարդ հարցերն է պետք քննարկել եւ դա ներառում է ուղղակի բանակցություններ Ուկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների միջև, հավելել է ֆրանսիացի դիվանագետը։ Հերթական անգամ լուրեր են տարածվում, որ Թրամփը պլանավորում է դուրս գալ իր իսկ կողմից նախաձեռնած բանակցություններից Ուկրաինայի թեմայով։ Ուկրաինացի պատգամավոր Գոնչարենկոն է ասում, ամերիկյան բանակցությունների վերջնաժամկետը սահմանել, Վաշինգտոնը հոգնել է Կրեմլի կողմից պատերազմի ձգձգումից եւ լուծումների է սպասում մինչեւ մայիս։ Վաշինգտոնում սահմանել են Ուկրաինայում պատերազմի շուրջ խաղաղ բանակցությունների վերջնաժամկետը։ Պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյի տեղեկություններով ամերիկան կոնկրետ արդյունքի է սպասում մինչեւ մայիսի 15-ը։ Այդ ամսաթվից հետո ամերիկյան կողմը կարող է լիովին դուրս գալ բանակցային գործընթացից։ Ինչպես հայտնել է Գոնչարենկոն, հղում անելով իր աղբյուրներին, Վաշինգտոնը հասկացնել է տվել, եթե մինչև մայիսի կեսերը կողմերը դուրս չգան իրական պայմանավորվածությունների վրա, խաղաղ բանակցությունների թեման կհանվի ամերիկյան օրակարգից։ Ըստ նրա, սա կապված է Ամերիկայի ներքաղաքական իրավիճակի հետ։ Արդեն նոյեմբերին կայանալու են կոնգրեսի միջանկյալ ընտրությունները եւ առանց արդյունքի ձգձգվող պատերազմը խոցելի տեղ կդառնա հանրապետական կուսակցության համար, եթե մինչև ընտրությունները հակամարտությունը մնա չլուծված, հանրապետականները կհայտնվեն դեմոկրատների հարվածի տակ, պարզաբանել է ուկրաինացի պատգամավորը։ Մեր լսարանը հիշում է երևի իմ հարցազրույցները Գոնչարենկոյի հետ։ Նա որպես հավակնոտ քաղաքական գործիչ հաճախ է սիրում զարմացնել։ Հենց այդ պատճառով ես առայժմ նրա հետ
խնդիրներ էլ չեմ անում։ Հնարավոր է, որ տվյալ դեպքում Գոնչարենկոյի հավակնությունները համընկել են Ամերիկայից եկող մեսիջների հետ։ Համենայն դեպս պետական դեմք է, հայտարարություն է անում, տեղեկացնում եմ, որովհետև նման կարգի լուրերը շատ են։ Ըստ իս նման կարգի լուրերը ճնշման համար են թողարկվում երկու կողմերի վրա։ Այստեղ Գոնչարենկոն միայն ռուսական կողմին է ներկայացրել, բայց գիտենք, որ Թրամփի ադմինիստրացիան առիթը չի կորցնում թեկուզ քողարկված ձևով ճնշման փորձ գործադրել Ուկրաինայի վրա։ Մոտեցանք ռազմաճակատի լուրերին։ Ռազմաճակատում անցած օրվա ընթացքում տեղի է ունեցել 103 մարտական բախում, այնքան քիչ է, որ կարծես մարդու հավատ չի գալիս։ Զգում եք, չէ՞, թե ինչքան է իջել ինտենսիվությունը մարտի դաշտում։ Ռուսները չեն կարողանում զորք ապահովել եւ օրեր են լինում, երբ նման սակավաթիվ մարտական գործողություններ են տեղի ունենում։ 3 մարտի դաշտում Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են ռուսական 6 կարևոր թիրախների։ Իդեպ Գենշտաբը հայտնեց հենց նոր, որ Ղրիմում շատ կարևոր թիրախ է խոցվել։ Խերսոնի հատվածում օկուպանտները վերախմբավորվում են եւ ստիպված են լքել որոշ դիրքեր։ Ուկրաինական հետախուզությունը գրանցել է, որ թշնամին լքել է իր դիրքերը Ալեքսեևսկի կղզում, սա ուկրաինական ստորաբաժանումների ակտիվ գործողությունների, ինչպես նաեւ այնտեղ տեղակայված ռուսական զորքերի ցածր մարտական ոգու արդյունքներ։ Մի պահ ռուսները ուզում էին դեպի Խերսոն ակտիվություն ցույց տային, ամուր դիրքավորվում էին այդ կղզիների վրա, իսկ հիմա չեն կարողանում ճնշման դիմանալ եւ լքում են դիրքերը։ 3 թշնամին ամենամեծ ակտիվությունը ցուցաբերել նորից Պոկրովսկի ուղությամբ 33 գրոհի փորձով, Գուլիայպոլիի ուղությամբ 16 գրոհի փորձ է եղել, իսկ Կոնստանտինովկայի ուղությամբ ռուսները փորձել են գրոհել 15 անգամ։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը նախորդ օրվա ընթացքում լիկվիդացրել են եւս 820 օկուպանտի եւ 1071 միավոր զինտեխնիկա եւ սպառազինություն են ոչնչացրել մերոնք։ Պատերազմում թշնամու ընդհանուր կորուստները ըստ ուկրաինական գենշտաբի տվյալների կազմել են արդեն 1,235,880 օկուպանտ, ռելիզը ձեր էկրաններին է։ Հունվարի 27-ի գիշերը ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի վրա Շահեդ, Գերբերա, Իտալմաս տեսակի եւ այլ տիպի 165 հարվածային դրոններով, որոնցից մոտ 100-ը շահեդներ են եղել։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը։ Հարձակումը հետ է մղվել ավիացիայի, զենիթ-արտիլերային զորքերի, ռադիոէլեկտրոնային պայքարի եւ դրոնների համակարգերի ստորաբաժանումների, ինչպես նաեւ Ուկրաինայի պաշտպանության ուժերի շարժական կրակային խմբերի կողմից։ Նախնական տվյալներով ժամը 8-ի դրությամբ այսօր առավոտվա հակաօդային պաշտպանության կողմից Ուկրաինայի երկրի հյուսիսում, հարավում, կենտրոնում եւ արևելքում խոցվել կամ ճնշվել է թշնամու 135 դրոն, արձանագրվել է 24 հարվածային դրոնի հարված 14 տեղանքում, ինչպես նաև խոցված դրոնների անկում 9 տեղանքում։ Գիշերը ռուսները դրոններով հարձակվել են Նիկոլաևի մարզի վրա, հիմնական հարվածը ուղղելով էներգետիկ ենթակառուցվածքներին։ Հունվարի 27-ի առավոտյան Ռուսաստանի զորքերը հարված են հասցրել Լվովի մարզի ենթակառուցվածքներին։ Դե Խարկովի ու Օդեսայի մասին ասացի եթերի սկզբում, կադրերը ամբողջ մեր Telegram-ում են։ Մեր Telegram-ում են նաև կադրերը ուկրաինական հարվածների տեսարաններից։ Երեքշաբթի գիշերը հունվարի 27-ին Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում եւ Կուրսկում արձանագրվել են դրոնների հարձակումներ։ Այս տարածաշրջանների բնակիչները դժգոհել են մի շարք պայթյուններից, այս մասին հայտնել են ռուսական տեղեկատվական ալիքները։ Կրասնոդարի երկրամասում իրավիճակը կրկնվել է արդեն երկրորդ գիշերն անընդմեջ, նկատվել են դրոններ, որոնք հարձակվել են Սլավյանսկի շրջանի վրա, իսկ նախորդ օրը հարվածների էր ենթարկվել տեղի նավթավերամշակման գործարանը։ Արդեն կեսգիշերին մոտ տարածաշրջանում հայտարարվել էր օդային տագնապ, հաղորդվել էր դեպի Մարս դրոնների շարժի մասին, ինչի պատճառով Ռոսավիացիան սահմանափակումներ էր մտցրել Կրասնոդարի օդանավակայանի թռիչքների համար։ Ականատեսները պատմել են պայթյունների շարքի մասին, որոնք լսվել են ժամը 1:40-ի սահմաններում շրջանի տարբեր մասերում, նշելով, որ դրանք ուղեկցվել են շարժիչի ձայներով, որոնք հավանաբար գալիս էին Ազովի ծովի կողմից։ Տեղի բնակիչների խոսքով հնչել են ընդհանուր առմամբ մոտ 10 պայթյուն, վնասների կամ տուժածների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։ Ռուսական աղբյուրները տեղեկացնում են, որ նույն գիշերը նմանատիպ իրավիճակ է տեղի ունեցել նաև Կուրսկում։ Քաղաքի տարբեր մասերում լսվել են 5-ից 7 հզոր պայթյուններ, իսկ երկնքում նկատվել են պայծառ բռնկումներ, սակայն հարձակումների հետևանքների վերաբերյալ տվյալները նույնպես չեն տրամադրվել, եւ ռուսական իշխանությունները այս իրադարձությունները թողել են առանց մեկնաբանության
տեղեկատվության, դա մենք կսպասենք Ուկրաինայի գենշտաբի տվյալներին, գիտեք, լինում են դեպքեր, երբ նույնիսկ մեկ շաբաթից կարող է տեղեկատվություն լինի եւ մենք միևնույն է հայտնում ենք։ Այսքանով ավարտեմ մեր այսօրվա եթերը, շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, խնդրում եմ չմոռանալ լայքել եւ տարածել մեր եթերը, հուսամ կհանդիպենք արդեն վաղը, գուցե ել ավելի լավ լուրերով, բարով մնաք։